Հայր ջան, բարև ձեզ։ Նախ ամենասկզբից բոլոր նրանց համար, ովքեր անհանգստացած էին մեզ բերման ենթարկելու հետ կապված, չեմ էլ ուզում մանրանամ, ուղղակի կարճ կասեմ, ամեն ինչ նորմալ է։ Կարճ ես անցնեմ, սա զուտ են իրոք անհանգիստ մարդկանց համար, ամեն ինչ նորմալ է։ Ու այսօր ես ստանում եմ նամակներ Պարունակությունը, որի ինչ-որ թուրքա, թե ադրբեջանցի հրապարակում բարբաջում է։ Дорогой друг Кэмерон Размовар, это видео для тебя из Иравана. İrəvandan bütün Azərbaycan və bütün Türk dünyasını salamlayıram. Buradan bütün İrəvandan Azərbaycana sürülmüş Yeraz kardeşlerimize selam söylüyorum. Bugün birimiz, sabah minimiz gələr. Narahat olmayın. Tanrı Türk'ü korusun. Նորմալ է, Նիկոլի Հայաստանն է, ուրիշ ինչ պետք է սպասեինք։ Ուղղակի ինձ զայրացնում է այդ բովանդակությունը նամակների, նորից եմ ասում, ես երբեք չեմ անդրադառնում նամակի, որը մեկն է։ Ու այն որ բաուր եք, մի հատ սրան բռնեք, մի հատ չգիտեմ ինչ, սիրելի հայրենակիցներ, ես ԱԱԾ-ի ռեսուրսները չունեմ, ես ԱԱԾ-ի պետը չեմ, ու երբ որ մի բան պահանջում եք, մանավանդ մունաթով, մի պահ, ուղղակի մի 30 վայրկյան տրամադրեք մի հատ հրաշք գործողության վրա, որը կոչվում է մտածել, այդ 30 վայրկյանը, այդ գործողությունից օգտվեք, դա բոլորին տրված է, ոչ մեկ հետ չի մնացել դրանից, դուք էլ ունեք, ու մի պահ մտածեք, լավ, այս մարդուն ես որ ասում եմ բաուր եք, մի հատ սրան բռնեք, մենք ո հրապարակի պարեկը չենք, լավ, ձեր գրելուց հետո վերկանամ գնամ հրապարակ, ինչ եմ տենալու, ընդեղ ալնելու, իհարկե ոչ, մի մունատ, մի բան, հետո չասեք հայրենասերեք, ես իմ ինչ, ասենք ինչ եք գրում դուք, ես հոգնել եմ զգալի զանգվածի հետ խոսալ նենց, ոնց որ ես մանկապարտեզի դայակ եմ, իրանք էլ անչափահաս ուղեղը ջուր երեխա, որ պետք է բացատրես, Ազիզ ջան, ես դա կարա անի ԱԱԾ-ն, դա կարա անի ոստիկան, դիմեք իրանց, դուք ինձ գրում եք ուր ես, բանա, եկան, կերան, գրավին, բաուր եք, ուր ենք, մարզերով ենք, ուր ենք, նախապատրաստական աշխատանքների ենք, ու սենց լիքը ուրիշ բաների, բա դուք ուր եք, շատ ներողություն, այդ գրողներ, բա դուք ուր եք, նույն հարցը ես եմ ձեզ տալի, որովհետև ինչքան որոնողական ու մարդ գտնելու ԱԱԾ-ի ֆունկցիաներին ես եմ տիրապետում, այդքան ձեզանից յուրաքանչյուրը, մի հատ ձեզ հարցրեք, Սյունիքի համար են գրում, Ես ինչ անում, նորություն է ձեր համար, Նիկոլի օրոք սենց է, կոնկրետ Սյունիքը վախի տակ պահելու համար կրակոցներ են, ես էլ դուրս է գալի հայտարարում է բան, մենք ամեն ինչի պատրաստ ենք հանուն խաղաղության, մենք չենք կրակելու, մենք ես չենք անելու, են չենք անելու, հարցը տալի լրագրողը տալու ես միջանց, կասում է այո տալու եմ, լսեք, բացառում եք թե չեք բացառում, ինչն եմ բացառում, որ Ադրբեջանին մեղրիով երբևիցե ճանապարհ միջանց ցանկացած այն բան ես կներեք, ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը, ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներ
եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն մի րոպե սպասեք, դուք տվեցիք ձեր հարցը։ Բայց չեք ասում իմ հարցի պատասխանը չեք։ Որովհետեւ ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ։ Շատ Ես հստակ չեմ հասկանում։ Այդ դա ձեր վերնագրերից երևում է, որ դուք չեք հասկանում։ Ես վստահ չեմ, որ կարող է ճանապարհների ապաշրջափակումից պարոն Փաշինյան, ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե Այո, տալու ենք, այո։ Շատ լավ։ Եվ ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է ձևակերպ։ Դուք ինչի եք ձգտում, սիրելի ժողովուրդ, որ ես բոլորի նման կամերան միացնեմ, նստեմ ասեմ, օ, գիտեք Նիկոլը սխալ է, դա պետք է այսպես արվի, դա պետք է այնպես արվի, դուք էլ մեկնաբանեք, օ, ինչ խելացի մտքեր, էդ եք ուզում դուք, թե հարցի լուծում։ Ես ապշում եմ ձեր նույնիսկ նպատակի վրա, իբր նայում ես, որոցի մարդը ցավում է։ Հա, բանը, անհանգիստ է, վախենում է, գրել է, դիմում է, էս արեք, են արեք, բայց ինչ եք ուզում, ես առաջարկել եմ ձեզ խնդրի լուծումը, մի տարի է ես դրա մասին խոսում եմ, լավ, եկեք մի հատ սենց տեսանյութ անեմ, տեսաուղերձ բոլորիդ համար, նստեմ ասեմ, բանը, որ մեկն ասես, ախր, Սյունիք է ուզում հանձնի։ Պարոն Փաշինյան, ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե Այո, տալու ենք։ Գիտեք Արցախը հանձնես, գիտեք ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բայց հանձնեց, նա սուտասան է, նա էսա, դուք էլ ասեք այո, այտենց, ճիշտ, ինչ խելացի մտքեր, կամ գրեք հերիքախոսակ գործ արեք, ախպեր գործ ենք անում։ Մի պահանջեք ինձանից նստեմ վերլուծեմ այն պրիմիտիվը, որը էփած հավնել է հասկանում։ Դուք ինչի եք ուզում անպայման ես ինձ ստիպելով խելամիտ մարդկանց գիտակցությունը վիրավորեմ ամենապրիմիտիվագույն բանը բացատրելով, որ գիտեք, երբ որ երկիր չի լինում, չգիտեմ, հայրենիքը տեղ չունի, որտեղ վերացել է։ Գիտեք Ֆրանսիան ու Գերմանիան քարտեզը ցույց տալի, ասենք ձեր ուզածն եմ հիմա ես ձեզ ասում, որտեղ Հայաստան չկա, ամբողջությամբ Ադրբեջան է, ամոթ Ֆրանսիային, ամոթ Գերմանիային, էս ինչ, էս ուր հասանք, բան, սենց չի լինի, ժողովուրդ ջան, բան, լավ եղեք, դե կհանդիպենք հաջորդ տեսանյութի, այսինքն ինչ եք ուզում ինձնից։ Այս ամեն ինչը ես լավ եմ հասկանում, եթե դուք էլ եք հասկանում, ապա վերլուծելու, քննարկելու, այս ամեն ինչի մասին մանրամասնելու, այն որ որոշ պետական կառույցներում արգելված է Արցախ բառը օգտագործելու, երբ որ ասում են տես բան չկա, բայց կա, փաստորեն։ Վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված։ Հիմա ինչ անեմ, սրան անդրադառնամ։ Անդրադառնամ, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ամենաբարձր, կարան ստեղ բան խոսք տան, ընդեղ խաբեն։ Հա ինչ եք ուզում, ես ամեն ինչը դնենք, սենց ամեն գույնի, ամեն ձևի, լավ բարդ, հա, բնականից հասկանալ, որ ամեն ինչ վատ է, ու ոչ թե մի խնդիր պետք է լուծվի, ոնց որ գրում էին տրանսպորտի համար, էս ինչի համար, հա դնենք ինչ է, 7 տարի բոլորը խոսում են, ես էլ խոսամ, մի 7 տարի էլ խոսանք, աման, էս ինչ հարեց Նիկոլը, պատկերացնում եք, նոր եք ճանաչում Նիկոլին, Նոր եք իմանում Նիկոլի ՊՆ-ի գործելավոճը, Նիկոլի դիրքորոշումը, նոր պետք է ես նստեմ քննարկեմ, ինձնից բան եք ուզում։ Այս ամեն ինչը գիտակից մարդը լավ գիտի ու ցանկացած խելամիտ գիտակից մարդ իր գիտակցությունը կվիրավորվի, եթե ես նստեմ ու պրիմիտիվ բաներ սենց, դա ձեզ ուղղակի որոշ զանգվածի ընտելացրել են որոշները, իրանց պոեզիայի երեկոներով, որ անունը դնում են վերլուծական չգիտեմ ինչ։ Հա վատ է ամեն ինչ գիտենք, վերլուծեցիր։ Լուծումը տալիս ես, չէ։ Դուք էլ նստում այդպես մարդկանց լսում եք, ձեզ թվում է ինչ է թվում, էդ էլ նույնիսկ չգիտեմ։ Ես գիտեմ, որ երբ որ կա խնդիր, դա պետք է լուծվի։ Լուծման համար, եթե բարդ է, պետք է երկար մտածվի, պետք է հստակ թիմ ունենաս, պետք է ծրագիր ունենաս, այդ ամեն ինչը ունենք, այդ ամեն ինչը ներկայացնում ենք, կոչ ենք անում, համարները տալիս ենք,
Զանգեք, միացեք, դուրս գանք այս ամբողջական խնդրին արմատապես վերջ տանք։ Էլի կբռնեն մի հատ առանձին թեմա կուղարկեն, մի հատ սրան անդրադարձի։ Լավ, սա նորմալ է։ Դա նույնն է, ոնց որ ինչ-որ մի հատ ցնցուղ լինի, որ տարբեր սենց ծակերից ջուր է պզսնում, ցպնում ձեր վրա։ Նստեք այդ կաթիլների հետ կռիվ տակ։ Այն դեպքում, որ մարդ կա, ով ասում է, եկեք այս ցնցուղը ընդհանուր գցենք գնա։ Այդ չեք անում, ասում եք, վայ, ստեղից էլ է ջուր պզում, վայ, այնտեղից էլ է ջուր պզում։ Դա չափահաս խելամիտ մարդու մոտեցում է։ Լավ, ենթադրենք հասենց ինձանից պահանջեցիք, տենց էլ չհասկացաք ինչա պետք։ Ապրիլը եկավ, անհրաժեշտ քանակությունը դուրս չեկավ ու ոչինչ չարեցինք։ Լավ, որ գա, ասենք հունիս ամիսը, նոյեմբերը, օր-օրի ավելի վատ, ինչ եք անելու, էլի ինձ եք գրելու, վայ տես ինչա, վայ տես են ինչա։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ ես առհասարակ կարիքը կգտնեմ Լույսի բանակ կազմակերպության լինելու, իմ որևէ գործունեություն ծավալելու, որպես կազմակերպության նախագահ, որպես Լույսի բանակ է, որովհետև ես կհասկանամ, որ չէ, ախպեր, ես մարդկանց պետք չի լուրջ, իրական, արմատապես լուծում։ Այս մարդիկ սիրում են, որ մի բան լինի, նստենք դրանից բոլորս խոսանք։ Մի հատ էլ բան, աչոք հավաքենք, ես դրան անդրադարձել եմ։ Ես անդրադարձա առաջինը, էլ ով է անդրադարձել։ Սիրելի բլոգերներ, ինչու չեք անդրադառնում, այն բլոգերն էլ անդրադարձ, հալավ ի՞նչ է տալի էդի ձեզ։ Հալավ նստենք ամեն խնդրին հերթով օրը 50 հատ վիդեո անեմ դնեմ YouTube, 50 հատ անեմ, մի հատ խոսամ հարկերի բարձրացումից, մի հատ խոսամ Սփյուռքին Հայաստանից կտրելուց, մի հատ խոսամ, լավ դուք տեղյակ չեք, դուք հայ չեք, ես պետության երկրի հետ կապ չունեք, ինձանից պետք է լսեք, մի հատ էլ վերլուծությունս լսեք, մի հատ էլ ասենք լավ եք էլի։ Ասում եմ ամեն ինչ գիտեք որ վատ է։ Ուղարկում եք ինձ վիդեո, որ մի հատ թշնամական ազգի վիժված հրապարակում ավել պակաս դուրս է տալի։ Լուծումը ասում եմ, դա գալիս է իշխանություններից, այդ իշխանություններին պետքա փոխել ու ոչ թե նախկին իշխանություններով, այլ նորով, որը կապ չունի ոչ ներկա, ոչ նախկինի հետ։ Ու ոնց որ ասել է Գարեգին Նժդե, այո, պետքա գա օրը, երբ կգա նորը, որը կապ չի ունենա հին թթխմորի հետ։ Հասկանում եք։ Ես էլ ոնց ասեմ։ Այն նորից բռնում ուղարկում, բա այս մեկը հələ տես պնն ինչա, ախպեր ես ձեզանից առաջ եմ տենում, ասեմ ավելին մինչև հրապարակվելն եմ ես դա իմանում, շատ հաճախ, հա տեղեկացնում, հա գիտեմ դրա համար եմ ասում, եկեք մի հատ միասնական, մի բռունցք դառած դուրս գանք, կեսը ընկելա բամբաս բյուրոների հետևից, այն մի կեսը ընկելա չգիտեմ ինչի հետևից, լավ, ինչքան սենց, այսինքն ձեզ ինչ-որ պատճառներ է պետք ուղղակի նստեք տունը, առանձին խնդիրներ բարդեք ինչ-որ մեկի վրա ու մասնավորապես նրանց, ովքեր իրականում պատրաստ են կյանք, ազատություն ու առողջություն դնել հանուն հայրենիքի ու ասեք, բա այս հարցին խիտ չես, բա ասում եք հայրենասեր ենք, չէ, դուք եք հայրենասեր, որ մինչև այսօր ոչ գիտենք ուր եք, ոչ միացել եք, ոչ մի բան, պահանջեք, նստեք տունը պահանջեք, այս մտածելակերպով վաղնել դուրս գանք փողոց, այդ չի գալու բավարար քանակություն, հիմիկվանից եմ ասում, բավարար քանակություն չլինելու դեպքում, այսինքն այն մարդիկ, ովքեր նստած տունը սպասում են, հələ տենանք ինչ են անում, նոր ես գնամ, ոչ մի բան էլ չի արվելու, որովհետև անելու համար պետքա քանակություն։ Դրանից հետո էլ ասելու եք, հերթական անգամ դուրս եկան բանջարին։ Բայց դուք հանկարծ դուրս չգաք, Հայաստանը ձեր հետ կապ չունի, Հայաստանը կինո է, որ դուք նստած էկրանով եք նայում։ Դուք ուր գաք միանաք, դուք պետք է նստեք տնից նայեք, դուք պետք է մեկնաբանություններում բոլորի հետ կռիվ տաք, ձեր մեկնաբանությունները, չգիտեմ ինչ են, ոնց որ Աստվածաշունչն է գրվել, այտենց ձեզ է մտքեր գալի, դուք դրանով եք հայրենիք փրկում։ Բայց ասում ես մարդավարի, որպես հայրենասեր, ֆիզիկապես դուրս արի անենք, դե մի հատ դուք արեք, տնանք ինչ եկա։ Անենց օր ընտրեք աշխատանքային չլինի, լուրջ։ Այսինքն ես չեմ հասկանում այս լեզուն։ Հիմա ես կոչ եմ անում բոլոր նրանց, բոլորին, ովքեր Արցախ չեն տվել, ովքեր համաձայն չեն, որ Արցախը տրվեց,
ովքեր չեն ողջունում Արցախի հանձնումը, ովքեր իրանց իրոք մեղավոր չեն համարում Արցախի հանձնման մեջ, ովքեր համաձայն չեն ցեղասպանության հիշատակը ինչ որ կերպով տենց խեղաթյուրելու կամ հոռացության տալու, ում համար է ցեղասպանության հիշատակը իրոք սրբություն է, այն մարդիկ, ովքեր համաձայն չեն միջանցք տալու հետ, ովքեր տվող չեն, ովքեր մասնակիցը չեն թե Արցախ տալու, թե միջանցք տալու, թե ինչ որ ի վնաս հայ կատարվում է, դուք պարտավոր եք, հասկանում եք, պարտավոր եք միանալու շարժմանը, որը գնում է մերժելու այս իրականությունը, հակառակ դեպքում ուզեք դա թե չուզեք, ձեզ թվա թե չթվա, հասկանաք թե չհասկանաք, ձեզ ուղիղ ասեն թե չասեն, դուք սենց թե նենց դառնում եք մասնակիցը Արցախի հանձնման հաստատման, դառնում եք մասնակիցը հետագայում մեր երկրի մասնատման, միջանցք տալու, հրապարակում թուրքեր լցնելու ու ընդհանրապես on-line հարթակով ինձանից կամ մյուսից պահանջելու, որ դեմն առեք։ Ավելի մանրամասնեմ, եթե կատարվում է գործողություն, որը մերժում է այն իրականությունը, որից դուք դժգոհ եք, ու դուք դրա մեջ չեք, ուրեմն դուք դժգոհ չեք, իսկ եթե դուք դժգոհ չեք, ուրեմն մասնակիցն եք դրա, որովհետև այսօր միջանկյալ դիրքորոշում գոյություն չունի ու գոյություն ունենալ չի կարող, դուք կամ դրա կողմնակիցն եք, կամ դրա դեմ, իսկ եթե ձեզ թվում է, որ ձերը միջանկյալ է, ուրեմն դուք հայ չեք, էությամբ հայ չեք, որովհետև չի կարա էությամբ հայը ուղղակի անտարբեր նայ իր երկրից ինչա կատարվում, անտարբեր չնայելու դեպքում ունի երկու որոշում, կամ համաձայն է հանձնման հետ, որ երկիրը հանձնվի, այնքան որ ինքը հանգիստ ապրի, բուղի պես ուտի, անիմաստ աճի, էշի պես քնի, էշի պես հելնի, ջանդամ թե հայրենիք չկա, ու կա երկրորդ տարբերակ, առաջինը հայ չի ևս, ու կա երկրորդ տարբերակ, հասկանալով, որ մենակ ինքը կարա պայքար տա, ուրիշ ոչ մեկ, ինքը ու իրա նման, իմ նման մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչ դնել հանուն հայրենիքի, միանում ենք իրար ու դուրս են գալի փողոց, այդ միացած մարդկանց քանակը կլինի 50, 60 կամ 70 հազար, իրականությունը կփոխվի, չի լինի այդքան, կգա 1000, 5000 կամ 10000, ես հիմիկվանից եմ ասում, այդ դեպքում ես, լավ է չէ, որ մարդ ինքը իր ուժերի իրական չափից խոսում է, ես ոչինչ անել չեմ կարա, որովհետև դուք եք պետք, իսկ եթե մեր ժողովրդի մեծ մասը Հայաստանին ու Հայաստանի հետ կատարվելիքին նայում է որպես էկրան միացնի տենա ինչ կա, այդ իրան չի վերաբերվում անցնի առաջ, ուրեմն դուք այտենց մարդիկ արժանի եք նրա ինչ կատարվում է, մենք էլ ստիպված ձեր նմանների պատճառով պետք է մերվենք այս իրականության հետ, որովհետև չկա իրականեն պայքարող զանգվածը, որը կարա սրա դեմն առնի, իսկ եթե կա, դժվար ինձանից ու մեզ միացած մարդկանցից երջանիկ որևէ մեկին աշխարհում կարողանաք գտնել, թե միասնականության զգացողության հետ քաղցրությունը զգալու, թե հաղթանակի, թե վերջապես այն մտքի ու գաղափարի, որ ֆիքսվում եք պատմության մեջ ոչ թե որպես Նիկոլ Չակերտավոր փրկիչ, այլ իրականում հայրենիքը փրկած մարդիկ, ումով վաղը ձեր երեխեքն ու թոռներն են հպարտանալու, իսկ եթե չէ, ձեզ ինչ են ասելու ձեր երեխեքն ու թոռները մի քանի տասնյակ տարի հետո հենց այս տեսանյութը նայելուց, մտածել եք, դրա համար ամեն ինչ դրեք մի կողմ, ես նորից եմ կրկնում, եթե ապրիլ ամսին ոչինչ չարեցինք մենք, ուրիշ ոչ մեկ դա չի անելու, եթե անի էլ, անելու է շատ մեծ վնասներով, ի վնաս ժողովրդի ազգի, կամ էլ ընդհանրապես չի անելու, գնալու եք ընտրությունների, նորից ում պետք է փոխանցեն, այդ ժամանակ էլ Հայաստանը կլինի վիլայետ թե գուբերնիա, չգիտեմ, եթե կլինի առհասարակ, ու վերջ, մի քանի օր ունեք լավ մտածելու, այն ինչ ձեզ խանգարում է միանալու մեզ,
ես չգիտեմ ինչը կարա լինի, նու ենթադրում եմ, ինչ բամբասանքներ, որի փաստը երբեք չեք ունենա, ինչ զրպարտություններ, որի ապացույցն ու փաստը բնականաբար եւս երբեք չեք ունենա, ձեր անհիմն մտավախությունները, ձեր դատարկ պատճառաբանությունները, մեռանք հավատալով էլ ոչ մեկի չենք հավատում, ոչ դա սխալ է։ Ես ձեզ չեմ խաբել երբեք, մատնանշեք, ցույց տվեք մի դրվագ, որտեղ ես ձեզ խաբել եմ։ Մենք ուսումնասիրեք Լուիսի բանակի անցած ճանապարհը այս 5-6 տարվա մեջ։ Շատ բան ոչ էլ խոստացել ենք, ուղակի արվել է։ Խոսքել չեմ տվել, նախապես էլ չեմ ասել, հեսա ես ենք անում, են ենք անում։ Ուղղակի արվել է հանուն ձեզանից յուրաքանչյուրի ու հանուն երկրի։ Հիմա դուք ինչ հիմքով կարաք ինձ չհավատաք։ Կա դրա հիմքը։ Չկա, դա ուղղակի պատճառաբանությունը չմասնակցելու, դա ձեր վախերն են, դա ձեր չգիտեմ ինչերն են, փախած հավեսն է իբր։ Ձեր հավեսը փախել է ինչից, ապրելուց, հայ լինելուց, Հայաստանից, ինչից։ Ինչքան կարելի է ասենց անընդհատ խոսալ, նորից բացատրել, նորից ասել, ես կարամ ամեն անգամ ինչ որ մի հատ բամբասանքի անդրադառնամ, հիմնավորեմ, ասեմ սուտ է։ Ես չեմ անում, որ խելամիտ մարդու գիտակցությունը չվիրավորեմ։ Եթե դա է մեր մակարդակը, վաղվանից անցնենք դրան։ Այն ամենակարևորը թողած, անցնենք դրան։ Լավ, ինչքան կարելի է։ Հայ ազգ, հայ ժողովուրդ, յուրաքանչյուր հայ, որ հիմա նայում է ինձ, ինչքան կարելի է դիմանալ ես ամեն ինչին։ Ես բառացի չգիտեմ հայերեն դա ոնց է, բայց ռուսերեն կա մի հատ բառ, ծերպիլա, մենք հո ծերպիլա չենք, ինչ գլխներից բերեն, մենք դիմանում ենք, ինչ կա դիմանալու, եթե մենք ունենք մոլորակի ամենահզորագույն զենքը, որը մեր միասնականությունն է, ու ձեզանից ինչ է պահանջվում, ի տարբերություն ուրիշ բոլոր ուղղակի դուրս եկեք, կանգնեք, 50, 60, 70 հազար հայ մարդ չկա Հայաստանում, ուղղակի դուրս եկեք, կանգնեք կողքներս, նախապես տեղեկացրեք, որ դուք այդ 60-70 հազար մարդու մեջ եք, տեղեկացնելու համար նորից տրվում են հեռախոսահամարներ, զանգեք բոլոր մարզերից, զանգեք Սփյուռքից, եթե պատրաստ եք գալ, զանգեք Երևանից, Երևանի ամեն մի թաղամաս առանձին վերցրած, բացին ու Բարաշենից, որտեղ 9000 բնակիչ է։ Մնացածը 30, 50, 60, 130 հազար բնակիչ կա։ Մենակ Երևանի մի կամ երկու թաղամասով այս իրականությունը կարա ուղակի վերանա ու գա հայանպաստ հայ ու Հայաստան սիրել տվող իրականություն, բա որ մի հատ էլ մարզերից մեզ միանակ ու Սփյուռքից, մեզ պետք է 70 հազար, դուք եկեք թող լինի 150, թե 70 հազարի դեպքում պետք է տևեր 3 օր կամ 2 կամ 4, կրկնակի դուրս եկած մարդկանց այդ ժամեր կտևի, լավ դուք չեք ուզում պրծնեք ես ճենջոտ իրականությունից, երբևէ եղել է այս կոչով դուրս գաք ուտենակ ես ձեզ քաշեցի, խաբեցի, կամ ասում էի ուրիշ բան արեցի, ինչ հիմքով դուք կարաք ինձ չհավատաք։ Պատասխանատու մարդը չի կարա ինձ չհավատա, որովհետև դրա հիմքը չունի։ Անպատասխանատուն, անհիմն էլ կարա չհավատա, անհիմն զրպարտի, բամբաս, ինչ ասես անի։ Լավ, ասենք ինչ էլ ուր։ Ծրագիր էիք ուզում, ասեցի, 6 ամսում ոնց եք անելու, ասեցի, 6 ամիս հետո ինչ եք անելու, ասեցի, հիմնադրույթներ ուզեցիք, ներկայացրեցինք, լավ, ինչ է պետք ձեզ։ Համոզենք, որ դուք հայ եք, համոզենք, որ պայքարել է պետք։ Առանց պայքար ոչինչ չի տրվելու, ու այն մարդիկ, ովքեր ասում են, մենք ինչ անենք, վերևից ամեն ինչ արդեն նախապես գրվածը նրա համար, որ ինքներդ ոչինչ չեք արել, չեք անում դուք ինքներդ, վերևից գրվում է, մի հատ դուրս գանք ցույց տանք ով է այս հողի ու ջրի տերը, հələ տնան վերևից ով է ինչ գրում,
Ձեր կյանքի, ձեր երկրի, ձեր պետականության, ձեր ազգայինի, ձեր անհատական բարեկեցիկ կյանքի սցենար գրողը միայն դուք եք։ Այս դեպքում բոլորիս նպատակը համընկնում է։ Մնում է մենակ վճռականությունը համընկնի ու մի քիչ էլ խիզախությունը բարձրաձայնելու, որ դուք հայ եք։ Ուղղակի բարձրաձայնելու, ցույց տալու, որ դուք հայ պայքարող տեսակն եք, ոչ թե ծերպիլա, ոչ թե հող տան, կտոր տան, էս տան, են տան, դե էտա, մենք ինչ կարանք անենք, ասենք, դա նորմալ չի։ Ես այս կյանքում ոչնչից չեմ վախենում, բացի իմ սեփական ազգի անտարբերությունից հիասթափվելուցս։ Ես ուրիշ վախ իմ համար գոյություն չունի։ Իսկ հիասթափվելը սեփական ազգի անտարբերությունից սեփական հողուջերի հանդեպ պայքարի ջիղ չունենալուց դա իմ համար սարսափ է։ Ու երբ որ եկավ օրը ու ես ձեզ փողոցում չտեսա, իմացեք ուղղակի դուք կորցնում եք եւս մի պայքարող էներգիա, որը պատրաստ էր հանուն ձեզ ամեն ինչի։ Հետո ում վրա եք հույս դնելու։ Հետո բերեք, չգիտեմ ում, որ իրա օրոքել Նիկոլիներն եք տակ։ Հետո ավելի բեթարին, որ այն մեկիներն եք տակ։ Լավ, ինչ ենք մենք միշտ վատից ավելի վատին գնում, վատից վատին։ Չենք չիլնում մեր մոտ ուղղակի մարդավարի ապրել։ Իսկ մարդավարի կապրենք այն ժամանակ, երբ որ Հայաստանին տիրի բացառապես ազգայնական, հայասեր, հայրենասեր ուժ, այո, որոնցից մեկը մենք ենք։ Ես չգիտեմ ձեզ ինչ է պետք, ժողովուրդ, անկեղծ եմ ասում, ես չգիտեմ ձեզ ինչ է պետք։ Ու վերջապես, եթե այս ամեն ինչը մենակ ինձ պետք լիներ, օրինակ կանգնած եմ ոտքի վրա, հոգնել եմ, ինձ մի հատ աթոռ է պետք, բերեմ նստեմ։ Աստված ինձ այդ ուժը տվել է, որ ես իմ համար այդ մի աթոռը վերցնեմ, բերեմ, դնեմ, նստեմ։ Բայց երբ որ ես ուզում եմ մի ամբողջ բազմոց բարձրացնեմ, բերեմ, որ ազգով նստենք, ու դուք կողքից նայում եք, դե հələ բեր տենանք ոնց ես բերում։ Նախ ես չեմ էլ կարա, ինձ այդ ուժը տրված չի։ Աստված ինձ տվել է ուժ մենակ իմ համար, ոնց որ ձեզանից յուրաքանչյուրին։ Եթե ուզում ենք միասնական մի բան արդյունք ունենանք, ապա պետք է միասնական կպնենք այդ գործին, այսինքն այդ բազմոցը միասին պետք է բերենք, որ միասին էլ նստենք։ Իսկ դուք նստել եք տունը ամեն ինչ թողում եք մի հոգու վրա, ասում եք դե բազմոցը բեր, մենք նստենք։ Ոնց կարա իրան հարգող մարդը նման կերպ նստի ու նայի, ոնց է մի հոգի ամեն ինչի գնով այդ բազմոցը մի հատ էլ պարկած անուն կպցնի։ Եա լավ չես բերում, ծուռ դրիր, բան արիր։ Ես չեմ ուզում սա անցալեմ հենց ուղիղ վիրավորական ու նման պատասխան տամ, բայց դա շատ տգեղ է։ Դա տգեղ է, դա մարդկային չի, դա առավել եւս հային վայել չի։ Բոշեկը տենց են անում, հասկանալի է, ձեզ ինչ ա եղել, հայեր։ Ես ունենայի այն ուժը, որ կարողանայի մենակս այդ բազմոցը բերեի, ասեի իմ ազգ արի նստի ու վայելի, ես դա կանեի, բայց ես չունեմ այդ ուժը, դա դուք էլ գիտեք։ Ու ձեզանից ոչ մեկ չունի, վաղը ձեզանից մեկն էլ ուզենանի, ես պետք է միանամ, որ իմ փայ ծանրությունն էլ իմ վրա վերցնեմ։ Ես չգիտեմ, ես դժգոհ չեմ զանգերի քանակից, բայց մինչև հիմա դա դեռ բավարար չի։ Բավարար չի նրա համար, որ իրականացվի այն, ինչ բոլորդ եք ուզում, բայց չեք վճռում զանգել ու միանալ։ Այդ զանգելն էլ է ասված ինչի համար է։ Մարդիկ, ովքեր իրոք սրտացավ են, իրոք ուզում են թե ծրագիրը իմանան, թե զանգերը ինչի համար է, ես չեմ կարող ամեն անգամ նույնը ասեմ։ Գտեք ժամանակ, հետ գնացեք, վիդեոներով նայեք։ Չեմ ասում գնացեք, հասեք, չգիտեմ ուր, այս տարվա ամենասկզբից ինչ վիդեո տեղադրված է իմ ալիքում, մի հատ նայեք, թռուցիկ նայեք։ Բայց նայեք, մի հատ ծանոթացեք, ինչ եմ ասում, ինչ եմ առաջարկում ձեզ։ Ինչա ձեզանից պահանջվում, ինչա պահանջվում ինձանից, ու արդյոք դրան լուրջ խանգարող բան կա, չկա։ Ընդհանրապես մի հատ կայծ ձեր մեջ գալ միանալու, ավել ոչ մի բան։ Ու սենց էլի եմ ասում, պատճառներ թվարկել, ես չեմ ուզում։
Ես ուզում եմ ուղղակի սթափ գիտակից իմ այն նույն ազգին, որը ես միշտ պատկերացրել եմ, որ ունեմ, տեսնեմ, որ կան այս հասուն մարդիկ, գիտակից մարդիկ ու պայքարի ջիղ ունեցող մարդիկ։ Ես դա եմ ուզում տեսնեմ։ Այդ դեպքում ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել։ Իսկ սենց ամեն մեկը իր համար, մեկը ռեմոնտով զբաղված, մեկը ասում անենց օրընտրեք աշխատանքային չլինի, մեկը այնպես տպավորություն է, ոնց որ, չգիտեմ, այդ հայրենիքի ազգայինի պետական բանի հարցը հերու երկրորդական է, որտեղ մարդը ռեմոնտ ունի անելու, մարդը էս ունի, մարդը ասում է գամ մասնակցեմ, բային վարկերով, փակի, բա սիրելիս հենց դա ենք լուծում միասին, ամեն ինչ թող արի, լավ երկրում քո անձնական հարցերն էլ կլուծվի, ազգայինն էլ ընդհանուր կլուծվի, պետականն էլ, ռազմականն էլ, կրթականն էլ, ամեն ինչը, ու ինչ դու հույս ունես սրանց հետ, ժողովուրդ, իրականում ես հույս ունեմ, որ կգա օրը մենք դուրս կգանք ու ձեզանից յուրաքանչյուրը արդեն նախապես թե զանգած, թե իր զանգին տեր լինելով կկանգնի մեր կողքին, որովհետև եթե նստեք նայեք տենակ ինչա ոնց է նոր միանակ, միշտ հիշեք, որ ձեր նման 100, 200, 300 հազար մարդ նստած նայում է ինչա ոնց է նոր դուրս գան։ Ի սկզբանե դուրս են գալու մենակ վճռականություն ունեցող մարդիկ ու իրականում կայացած մարդիկ։ Ես հավատում եմ, որ մենք բոլորս ենք այդպիսին կայացած, ինքնավստահ ու վճռական։ Ոչ թե ինքներս մեր հանդեպ կասկածանքով, թերահավատությամբ, դե տենանք ինչքան մարդ կլինի, տենանք ինչ կլինի, տենանք ոնց կլինի, տենում եք, նստած տենում եք, տենում ու տենում։ Ժամանակն է դուրս գալու, ցույց տալու, ոչ թե նստել նայելու։ Էլ եմ ասում, դուրս չգաք ոչինչ չի լինելու, դուրս եկաք կլինի։ Ու եթե դուրս չեկաք ու չեղավ, էլ երբեք չի լինելու։ Սա դուք էլ գիտեք։ Եթե չգիտեք, մի բան վերլուծեք։ Ու նաև կոչ եմ անում երիտասարդներին։ Ակտիվ եղեք։ Այս ամեն ինչը ամենաշատը ձեր համար է։ Ակտիվ եղեք։ Առանց հայրենիք դուք չկաք, ինչքան ուզում եք ուսում ստացեք, ինչքան ուզում եք խելացի եղեք, ինչքան ուզում եք ճարպիկ եղեք, առանց հայրենիք ես հուսամ, որ գոնե այս օրերին ձեր զանգերի աճը ավելի շատ կլինի ու վերջապես բոլորս կգիտակցենք, թե սա ինչի համար է ու ինչա պետք անել, ընդամենը հավատացեք ձեր իսկ ուժերին, ձեր վճռականությանը, ձեր անհատ լինելուն, դուք անհատականություն եք ձեր որոշումով, ձեր վճռականությամբ ու ձեր քայլերով, դուք ձեզանից յուրաքանչյուրը չփրկի ես երկիրը, ոչ մեկ դա չի անելու, ու ձեզանից ոչ մեկ, նույնիսկ ես, առանձին ոչինչ անել չենք կարող, վեր կացեք, զանգեք, միացեք, հետևեք, տեղեկացեք, Հայր ջան, առաջ Աստված, ինչի արժանի ենք մեր իսկ խելքի պատճառով, մեր հավեսի, մեր զարգացվածության, մեր հայրենասիրության աստիճանի, ուրեմն թող դա էլ լինի։ Ինձանից հասանելիքը 100 չէ, 10,000% ես ինձանից դուրս անում եմ, մեջտեղից ճաղվելով անում եմ, կմիանակ կստացվի, չի չեք միանա, չգիտեմ հայր ջան, ես իրոք էլ չգիտեմ ինչ ասեմ, ամեն ինչ ձեր ձեռն է, ու այն մարդը, ով կասկածի տակ է դնում ցեղասպանությունը, ինքը իրավունք չունի ապրիլի 24-ին լինելու Հայաստանի ղեկավար։ Դրան հասնելու միակ տարբերակը հիմա միանալն է վերածննդի շարժմանը։ Մնացածը ոնց գիտեք։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։
Քո ձեռքում է ամեն ինչ սարքիր վերջապես Վերականգնիր արդարությունը վերջնականապես Ամեն մի հայ մի լույս է խամբում թե մենակ Լույսերը մեկ տեղ եք դառնանք հզոր լույսի բանակ Չվախենակ, չտատանվեք, չկամես ուրիշեք Աստված տվել է մեզ և սիրտ, և ուժ, և խենք Քեզ պետք եմ ես, ինձ պետք ես, դու պետք է վերածնվենք Լույսի բանակի հետ մենք միասին կպայքարենք Հայեր հիշեք, որ մեր արյունը նույնն է ու Աստծուց Հիշեք, որ հայրենիքը մայր է մեզ մանկուց Եկել է ժամը, որ պաշտպան լինենք նրան Մեծ հայքը միշտ եղել է հայ մանորան Առանց նախկին ու ներկա հակահայ հիբրիդների Կհասնենք մենք հայ համար մեծագույն հաղթանակի Հանուն ազատության ու հայ պատվի բարձրացման Միասին հայրենիքը տանենք մենք հզորացման Յուրաքանչյուր հայ մեջ ապրում է մեծագույն նժդեր Ամեն հայի հոգում վառվում է արթնության հրտեր Դե արթնացեք և մեծացրեք ձեր հոգու վարկրակը Չվախենակ, չտատանվեք, ահա լույսի բանակը Հայեր հիշեք, որ մեր արյունը նույնն է ու Աստծուց Հիշեք, որ հայրենիքը մայր է մեզ մանկուց Եկել է ժամը, որ պաշտպան լինենք նրան Մեծ հայքը միշտ եղել է հայ մանորան Հայեր հիշեք, որ մեր արյունը նույնն է ու Աստծուց Հիշեք, որ հայրենիքը մայր է մեզ մանկուց Եկել է ժամը, որ պաշտպան լինենք նրան Մեծ հայքը միշտ եղել է հայ մանորան